Հունիսի 29-ից ուժի մեջ կմտնի մահմեդական 6 երկրներից Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելքը։ Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ ժամանակավորապես կասեցվում է։ ԱՄՆ-ի գերագույն դատարանը երկուշաբթի օրը հաստատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեռ գարնանը ստորագրած հրամանագիրը, որը մեծ վիճաբանություններ էր առաջացրել։ ԱՄՆ-ի դաշնային դատավորները մի քանի անգամ արգելափակել էին նախագահի հրամանագիրը, վերաքննիչ դատարանը նույնպես պաշտպանել էր դաշնային դատավորների որոշումները։ Սակայն Թրամփը հունիսի սկզբին դիմել էր գերագույն դատարան, խնդրելով վերանայել դատական նախկին որոշումները, եւ ահա գերագույն դատարանը որոշեց, որ Թրամփի հրամանագիրը մասամբ ուժի մեջ կմտնի մինչև գործի վերջնական լիարժեք ուսումնասիրումը եւ հաջորդ լսումները նշանակվեցին հոկտեմբերին։ Դատարանը որոշեց նաև փոքր-ինչ սահմանափակել հրամանագիրը, բացառություններ անել այն քաղաքացիների համար, որոնք սերտ կապեր ունեն ամերիկյան կազմակերպությունների, բիզնեսի եւ քաղաքացիների հետ։ Reuters-ը հիշեցնում է, որ 3 ամիս էլ չկա, որ Թրամփի առաջադրած թեկնածու Նիլ Գորսաչը հաստատվել է գերագույն դատավորի պաշտոնը։ Գերագույն դատարանի որոշումից անմիջապես հետո Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարեց, որ սկսում է իրականացնել հրամանագրով նախատեսված արգելքները։ Նույն արգելքները վերաբերում են նաև փախստականների դիմումներին։ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ասել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը Միացյալ Նահանգներ ճամփորդող մարդկանց կտեղեկացնի մանրամասների մասին, արգելքի դրույթների մասին իրազեկելով կազմակերպված պրոֆեսիոնալ եւ ժամանակին։ Գերագույն դատարանի որոշման մասին Թրամփը հայտարարել է, որ սա ազգային անվտանգության հստակ հաղթանակն է։ Որպես նախագահ ես չեմ կարող թույլատրել այն մարդկանց մուտքը մեր երկիր, որ ցանկանում են վնասել մեզ։ Ես ցանկանում եմ այնպիսի մարդիկ գան, որոնք սիրում են Միացյալ Նահանգները եւ նրա բոլոր քաղաքացիներին, որոնք աշխատասեր են եւ արդյունաբեր, ասել է Թրամփը։ Սակայն ընդդիմախոսները պնդում են, որ արգելքը խախտելով սահմանադրությունը խտրականություն է մահմեդականների դեմ։ Եմենի արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Ահմեդ Ալ-Նասին խորը մտահոգություն է հայտնել, ասելով, թե կարծում են, թե այդ արգելքը չի օգնի ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարին, այլ այդ երկրի քաղաքացիների մոտ կմեծացնի զգացողությունը, որ նրանք բոլորը թիրախում են, հատկապես Եմենը, որը Միացյալ Նահանգների ակտիվ գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում, եւ Եմենում համատեղ գործողություններ են իրականացվում ահաբեկիչների դեմ։ Թրամփի վարչակազմը նշում է, որ ժամանակավոր արգելքը անհրաժեշտ է, որպեսզի ժամանակ ունենան կատարելագործելու մահմեդական այդ երկրներից վիզաների համար դիմող անձանց ինքնությունը ավելի պատշաճ ստուգելու համար։